Ինչքան բանկում փող ունեի, լրիվ հանել տվեցին։ Մոտ 2 շաբաթ առաջ անդրադարձել էինք, թե ինչպես են խարդախները ներկայանալով ԱԱԾ-ի Կենտրոնական բանկի եւ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ մարդկանցից գումար հափշտակել։ Օրեր անց քննչական կոմիտեից լուրերին տեղեկացրին, հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, նրանցից 2-ը կալանավորվել են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունով վերցվել են Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորներից շուրջ 600 Հայաստանի Հանրապետության բջջային հեռախոսակարդ։ Ռուսաստանի քաղաքացին պատրաստել է կեղծ WhatsApp, Viber եւ Telegram օգտահաշիվները եւ նաեւ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել առգրավել այն բջջային հեռախոսը, որով որ պատրաստվել են այդ կեղծ օգտահաշիվները։ Ինչ վերաբերում է մյուս 2-ին, որոնք չեն կալանավորվել, քննիչը նշում է, մեկը եւս Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանից հեռացել է եւ նրա նկատմամբ ամենայն հավանականությամբ միջազգային հետախուզում է հայտարարվելու։ Մյուսը Հայաստանի քաղաքացի է, ում անունով 200-ից ավելի բջջային հեռախոսահամար է վերցվել։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Քննիչը նշում է, գործողություններ են իրականացնում հանցավոր կազմակերպության բոլոր անդամներին բացահայտելու համար։ Խարդախությունը սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերից։ Այս ամիս էլ դեպքեր գրանցվել են։ 72 անձ է տուժել, նրանցից ընդհանուր հափշտակել են մոտ 600 միլիոն դրամ եւ 1.5 միլիոն դոլար։ Ապշելի է սա, բայց կրթական բարձր ցենզ ունեցող մարդկանց են թիրախավորում, հիմնականում դոցենտներ, գիտությունների թեկնածուներ։ Հիշեցնենք ինչպես է գործում սխեման։ Հիմնականում պաշտոն ունեցող անձանց տվյալներով WhatsApp օգտահաշիվներ են բացում, գրում աշխատակիցներին կամ ծանոթներին, նշելով ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել հիմնարկում, թերություններ են հայտնաբերել եւ ցանկանում են որոշ անձանց հետ կապ հաստատել։ Քաղաքացիները զանգեր են ստանում իբրև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած անձից, ով մտածածին տեղեկություններ է հայտնում։ Տուժող քաղաքացուն նշելով, թե իբրև ինքը բանկային փոխանցումներ է արել տարբեր գումարների չափով, տարբեր բանկերով եւ այլն, եւ իրականում քաղաքացիների մոտ ստեղծվում է տագնապի մթնոլորտ։ Այնուհետև տարբեր եղանակներով մարդկանցից պահանջում են կանխիկացնել քարտերում առկա գումարը եւ իբր անվտանգ վայր տեղափոխելու նպատակով փոխանցել Կենտրոնական բանկի աշխատակիցների հաշվեհամարներին։ Վրաստանի Հանրապետություն կամ Թուրքիայի Հանրապետությունում գործող տարբեր քաղաքացիների անուններով որոշ դեպքերում նաեւ վերածում են կրիպտոարժույթի։ Եթե տուժող քաղաքացին չի ունենում իր բանկային հաշիվներում գումարներ, նրանց հորդորում են վարկեր վերցնել։ Ովքեր են օտարերկրյա քաղաքացիները, քննիչը նշում է, նախաքննության այս փուլում իրավական փոխօգնություն է ուղարկվել այդ երկրներ, անձանց հայտնաբերելու, հարցաքննելու եւ պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ տեղեկություն ստանալու նպատակով։ Նախաքննության ընթացքում իրավական փոխօգնության խնդրանքներ են ուղարկվել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Meta պլատֆորմին, թե WhatsApp օգտահաշիվներում եղած տեղեկատվությունը նախապահպանելու, ինչպես նաեւ նախապատրաստում են նոր իրավական փոխօգնություն ուղարկել արդեն իսկ բացված շուրջ 400-ից 500 WhatsApp օգտահաշիվները լրիվ արգելափակվելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս նման սխեմով չշարունակվի հանցագործությունների կատարումը։ Տուժողներից 2-ին խարդախները դրդել էին նաև վաճառել Ավանում ու կենտրոնում գտնվող իրենց բնակարանները։ Նրանցից մեկն էլ տիկին Սվետլանան էր։ Նա կորցրել է $30,000 եւ բնակարան։ Խարդախներից մեկը ներկայանալով Կենտրոնական բանկի աշխատող, նրան ասել էր, թե իբր բնակարանը կեղծ փաստաթղթերով արդեն իսկ վաճառվել է եւ խնդիրը կարգավորելու համար պետք է վաճառք ձևակերպել։ Այդ նպատակով բրոկերների հեռախոսահամարներ էր ուղարկել։ Պահանջել նաև բնակարանի վաճառքի գումարը ուղարկել իրենց, հաջորդ օրը գնորդին փոխանցելու պատրվակով։ Ավելի ուշ տիկին Սվետլանան հասկացել էր խարդախության զոհ է դարձել եւ պետք է լքի սեփական բնակարանը։ Մարտի 25-ին նա դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, խնդրելով անվավեր ճանաչել կնքված գործարքը եւ արգելել բնակարանում վտարման գործողություն կատարելու, ինչպես նաեւ բնակարանը հոսանքազրկելու կամ գազամատակարարումը դադարեցնելու գործողությունները։ Դատարանի կողմից կատարողական թերթ է տրվել, արգելել ոստիկանությանը վտարման գործողություն կատարել։ Մնացածը գտնվում է քննարկման փուլում։ Ստիպված եմ դիմանալու, որ գազը անջատված է, որ արդեն 20-30 մի ամսից ավել գազ չունեն բնակարանին եւ լույսի համար զգուշացում ա եղել, բայց դեռ չեն անջատել։ Գումարի հետ վերադարձի համար դեռ նորություն չունեմ, բայց հույսը վերջում եմ արում։
Քննիչն ասում է, տան գնորդները եւ միջնորդները հարցաքննվել են։ Հայտնում են, որ նրանք բարեխիղճ անձինք են եւ ընդամենը տուն են գնել, չիմանալով եւ նույնիսկ չպատկերացնելով, որ տուն վաճառողը խարդախության զոհ է դարձել։ Այսինքն նախաքննության այս փուլում որևէ փաստական տվյալ առ այն, որ միջնորդ ընկերությունը, միջնորդը կամ գնորդը որևէ կապ ունեն սույն հանցագործության մեխանիզմի կամ սույն հանցագործության հանցավոր կազմակերպության անդամների հետ որևէ այդպիսի փաստ ձեռք չի բերվել։ Իսկ տուժողները կկարողանան իրենց գումարը հետ ստանալ։ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը գործադրելու է, որպեսզի հանցավոր կազմակերպության բոլոր մասնակիցները եւ սույն հանցագործության հետ հանցավոր արարք կատարած յուրաքանչյուր ոք հայտնաբերվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, հնարավորության դեպքում այդ քաղաքացիների գույք ունենալու կամ հափշտակված գումարները հայտնաբերելու դեպքում չի բացառվում, որ տուժողները ստանան իրենց գումարները, սակայն այս փուլում տուժողների գումարների վերականգնման հարց բարձրացնելը դեռևս շատ վաղ է։ Կառույցից հորդորում են նմանատիպ զանգեր ստանալու դեպքում ընդհատել կապը, դիմել իրավապահ մարմիններին եւ այլ անձանց գումար չփոխանցել։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։